миссионера, про которого я расскажу вам. Последний миссионер, про которого я вам расскажу, это Эллен Гардинер. Վերջին միսիոներու մասին ես կպատմեմ, դա Էլեն Գարդներն է։ Да, он был британским офицером, и он 40 лет на самом-самом юге Америки пытался насадить церковь. Նա բրիտանական սպա էր, ով 40 տարի Ամերիկայի հարավում փորձել է ներողություն, можно еще раз? Да, на самом юге Америки, это там, где Антарктика. Да, что сделал он там? Он пытался открыть там церковь. Ամերիկայի հարավում փորձել է հիմնել եկեղեցի։ До того у него был неуспешный проект в Африке, который тоже не удался. Աֆրիկայում դրանից առաջ իր մոտ եւս մեկ նախագիծ է եղել անհաջող։ И он пытался заинтересовать организации в той территории, называлась Патагония, и долго никто не реагировал, не посылал. Նա փորձում էր հետաքրքրություն առաջացնել այնտեղի այդ տարածաշրջանի, որ անվանվում է Պատագոնիա, այնտեղի կազմակերպությունների մոտ հետաքրքրություն առաջացնել, բայց երկար ժամանակ ոչ մեկ չարձագանքեց նրան։ В 1851 году его вся команда погибла. Եվ 1851 թվականին իր ամբողջ խումբը մահացավ։ И он тоже погиб от голода. Եվ նա էլ մահացավ սովից։ Да, потому что корабль с едой не доехал до них просто. Որովհետև ուղղակի այդ նավը սնունդով լի չհասավ իրենց։ И через 20 лет его сын поедет туда же. Եվ 20 տարի հետո իր տղան կգնա այնտեղ։ И когда приехал его сын, население кается, и они основывают церковь. Եվ երբ որ այնտեղ արդեն ժամանում է իր տղան, բնակչությունը ապաշխարում է եւ այնտեղ նրանք հիմնում են եկեղեցի։ Да, то есть это интересная история о посвящении, о вкладе жизни, тогда, когда даже не было видно плода. Սա շատ հետաքրքիր պատմություն է այն մասին, որ մարդու ջանքերը, հա, թվացial իր կյանքում, իր ապրելու ժամանակաշրջանում չեն տալիս ոչ մի պտուղներ երևացող։ Да, Чарльз Дарвин знал об этой миссии. Չարլզ Դարվինը տեղյակ էր այս միսիայից։ Да, Чарльз Дарвин отошел от веры к концу своей жизни. Չարլզ Դարվինը իր կյանքի վերջին տարիներին հավատուրացության մատնվեց, но он общался с христианами. բայց շփվում էր քրիստոնյաների հետ։ И он знал Алана Гардинера, и он знал его сына. Նա տեղյակ էր Ալեն Գարդիներից, ճանաչում էր նրան եւ ճանաչում էր նրա տղային։ И он их обоих отговаривал от того, чтобы поехать. Եվ նա այդ երկուսին էլ փորձում էր համոզել, որպեսզի նրանք չգնան։ Потому что это очень далеко и очень опасно. Որտեվ շատ հեռու էր եւ շատ վտանգավոր։ После всех этих событий он передумал. Այս ամբողջ իրադարձություններից հետո նա փոշմանում է։ И он попросил, чтобы его записали спонсором миссионерского общества. Եվ նա խնդրում է, որ իրեն գրեն միսիոներական այդ համայնքի ցանկի մեջ։ Чтобы он мог жертвовать свои деньги на то, чтобы спонсировать эту миссию и другие похожие. Որպեսզի նա կարողանա իր գումարներից նվիրատվություն անել այս միսիային եւ մյուս միսիաներին էլ նույնպես։ Да, и он сказал, что вот эта вот цитата, что я всегда предсказывал этой миссии полный крах. Եվ նա ասում էր, որ սկզբից ինքը ասում էր, որ իրենց մոտ ոչինչ չի ստացվի։ А успех был ошеломляющий. Բայց դրանի հակառակ շատ լավ արդյունք ունեցանք։ Да. То есть особенности протестантских миссий это перевод Библии в первую очередь. Այսինքն բողոքական միսիոնարության առանձնահատկությունները սրանք էին։ Աստվածաշնչի թարգմանությունը առաջին հերթին, много очень женатых миссионеров. Շատ ամուսնացած միսիոներներ,
Это отличие от католических миссий, где почти все миссии холостые монахи. Եվ սա տարբերվում է կաթոլիկ միսիաներից, որտեղ որ բոլորը չամուսնացածներն էին միսիոներների մեջ, Да, они все почти посылаются и финансируются малыми миссионерскими обществами. նրանք բոլորն էլ մեծ մասն էլ ուղարկվում են եւ ֆինանսավորվում են փոքր միսիոներական համայնքների կողմից։ Да, и на мусульман почти не уделяют никакого внимания. Եվ մուսուլմաններին համարյա ոչ մի ուշադրություն չեն դարձնում։ Да, то есть этот процент очень малый выделения средств и людей на миссию мусульманам, он, в принципе, остается минимальный. Այսինքն այդ գումարների հատկացումը, մուսուլմանական տարածքներ գնալու մնում է մինիմալ։ Да. Хорошо, есть ли какие-то вопросы по протестантским миссиям? Կան էլի հարցեր բողոքական միսիայի հետ կապված։ Хорошо, сейчас я сделаю конспект. Этот логотип. Այս բարբերանշանը Это символ лютеранского богословия. լյութերական աստվածաբանության նշանն է, խորհրդանիշն է։ Лютер его не нарисовал. Լյութերը չի նկարել սա։ Его нарисовал другой художник, но он показал Лютеру, и Лютер сказал, да, это выражает мое богословие. Սա նկարել է ուրիշ նկարիչ եւ ցույց տալով լյութերին, լյութերից ունեցել է այն արձագանքը, որ այո, սա արտահայտում է իմ աստվածաբանությունը։ Логотип называется «Роза Лютера» или «Лютеранская роза». Սա անվանում է լյութերական վարդ։ В середине черный крест. Մեջտեղում սև խաչն է։ Это распятие Христа. Դա Քրիստոսի խաչելությունն է։ Красное сердце – это верующий человек, который знает грех, но надеется на Христа. Այս կարմիր սիրտը դա հավատացյալ մարդն է, ով մեղավոր է, բայց իր հույսը դրել է Քրիստոսի վրա։ Белая роза – это очищающая и сияющая вера. Սպիտակ վարդը դա մաքրող, սրբագործող հավատքն է։ Да, синее поле – это радость. Կապույտ դաշտը դա ուրախությունն է։ И золотое внешнее кольцо – это вечность. Եվ այս ոսկեգույն շրջանակը կողքերից դա հավիտենականության խորհրդանիշն է։ Радость была важной частью богословия Лютера. Ուրախությունը կենսախինդ լինելը Լյութերի աստվածաբանության շատ կարևոր մասերից էր։ Потому что он до покаяния жил в депрессии. Որովհետև նա մինչև ապաշխարելը ապրում էր դեպրեսիայի մեջ։ И когда он видел, когда он познал Бога, и когда он понимал свою веру, он всегда считал, что радость должна сопровождаться правильной вере. Եվ երբ որ նա արդեն ընդունեց Տիրոջը, հենց հետո սկսեց արդեն մտածել, որ ուրախությունը պետք է ճշմարտապես հաջորդի հավատքին։ Теория искупления – это по-английски atonement theory, теория искупления у Лютера. Լյութերի մոտ այդ քավության վարդապետությունը называется радостный обмен. Կոչվում է ուրախ փոխարինում, փոխանակում։ Да, когда Бог радостно жертвует своим сыном, Եվ որ Աստված ուրախ կերպով զոհաբերում է իր որդուն, а грешник с радостью отдает себя Богу. Եվ մեղավորն էլ ուրախությամբ լցված իրեն տալիս է Աստծուն։ И в таком обмене оба остаются довольными. Այսպիսի փոխարինման ժամանակ երկուսն էլ մնում են ուրախ եւ բավարարված։
Мгм. Да. Сейчас мы пройдемся по солам реформации. Հիմա մենք բարեկարգության սոլաներով կանցնենք։ Да. Соло скриптура, соло фиде, соло грация, солус Christus и соли Deo Gloria. Sola Scripturan, sola fiden, sola gratian, solus Christosnu, soli Deo glorian։ Да. Нужно понимать, что правильное учение и правильные доктрины должны всегда приводить к правильному отношению с Богом. Պետք է հասկանալ, որ ճիշտ ուսմունքները բերում են Աստծո հետ ճիշտ հարաբերություններին։ И правильное отношение с Богом всегда в радости. Եվ Աստծո հետ ճշմարիտ հարաբերությունները միշտ երջանկության վրա։ Что проклятие и отчаяние греха должно уходить, и оно должно сменяться радостью. Եվ որ մեղքի այդ անեծքը եւ այդ հիասթափությունը պետք է գնա եւ փոխարինվի ուրախությամբ։ Мгм. Да. Еще стоит подметить грамматику этих выражений. Նաև պետք է կարևոր են նկատել այս ուշադրություն դարձնել այս գրությունների քերականությանը, Да, что вот эти выражения соло скриптура, соло фиде, соли грация, они в родительном падеже. каком Родительном. родительном Это падеже genitive по-английски. genitive։ Мгм. То есть откуда исходит? Բան է իր ասում Դավիթ ջան։ Да. Այս То есть, մտածեցի падежը չես հիշում, ասացի հիշացնեմ։ Հա, ճիշտ ես ասում, ասա, չեմ հիշում։ Հա, սեռական։ Սեռական, ահա, կարևոր է նկատել, որ սա սեռական հոլովով է տրված այս 5 սահմանումները։ да, это намеренно. То есть это падеж, выбор падежа намеренный. Սա հատուկ է արված, այս հոլովի ընտրությունը հատուկ է դրված։ То есть неправильно переводить только Писание. Այսինքն ճիշտ չի թարգմանել միայն խոսքը։ Да, только из Писаний. Պետք է լավագույն թարգմանությունն է միայն գրվածքից, սուր գրքից, այսինքն Да, то есть не только вера, а только верой. ոչ թե միայն հավատք, այլ միայն հավատքով։ Да, не только благодать, а только благодатью. Այսինքն ոչ թե միայն շնորհք, այլ միայն շնորհքով։ Да, не только слава, а только ради славы Божьей. Ոչ թե միայն փառքաստուն, այլ միայն Աստծո փառքի համար։ То есть это разница в падеже, что реформаторы не говорили, что если только Писание, значит вообще ничего нету. Можно еще раз։ Что если только Писание, это не значит, что больше ничего нету, кроме Писаний. Ինչի համար է կարևոր դա այսպես թարգմանել, որովհետև երբ որ ասում էին միայն սուրբ գրքից, դա չէր նշանակում, որ սուրբ գրքից այն կողմ ոչ մի բան չկա։ Что традиция и что опыт, они помогают человеку спасаться. Извиняюсь։ Что традиции и опыт, они помогают человеку спасаться. Եվ ավանդություններ, փորձնել օգնում են մարդուն փրկվել։ Но они недостаточны, они не могут никак помочь, если нету Писаний с ними. Բայց նրանք բավարար չեն, նրանք չեն կարող այդ գործողությունը անել, եթե չկա սուրբ գիրքը։ Да. И они не могут никак помочь, если Писание не главенствует над ними, если Писание не первое. Եվ նրանք չեն կարող օգնել, եթե գլխավոր տեղում չկա Աստծո խոսքը։ Да. То есть, когда мы говорим о соло скриптура, Այսինքն երբ որ մենք խոսում ենք sola scriptura-ի մասին, в это понятие входит, не исключает других источников традиции. եւ երբ մենք այդպես խոսում ենք, դրանով մենք չենք բացառում ավանդության մյուս աղբյուրները։ Символы веры, правила веры. Հավատո հանգանակները, հավատամքները, сказания, соборы, предания и церковный закон. խորհուրդները, հավաքները, ժողովները, ավանդությունը, եկեղեցական կարգը, они не вредны сами по себе. նրանք իրենք իրենցով վնասակար չեն։
но они имеют только основание и пользу в той мере, в которой они выражают правильное Писание. Բայց նրանք ունեն այնքան ուժ, որքանով որ նրանք արտահայտում են Սուրբ Գիրքը։ Да. То есть это можно выразить такой фразой. Այսինքն կարելի է սա այսպիսի մի արտահայտությամբ ասել։ Традиция — это передача огня, а не поклонение пеплу. Ավանդությունը կրակի փոխանցումն է, այլ ոչ թե մոխրի պաշտամունքը։ Что соло-скриптура — это не отказ от традиции предания сказания. Եվ որ սոլա սկրիպտուրան ոչ թե ավանդությունից հրաժարվելն է, Не отказ от схоластики. Սխոլաստիկայից հրաժարվելն էլ չի, И даже не новый метод толкования. եւ անգամ նոր մեկնության մեթոդ էլ չի։ А прояснение вопроса главенства. Что самое первое, что самое главное? Այլ ընդամենը իրենից ներկայացնում է հստակեցնող արտահայտություն, թե ինչն է ամենագլխավորը, որն է գալիս սկզբից։ Да. И ответ четырех пунктов. Եվ ահա կան պատասխան 4 կետերով, что только Писание имеет божественный авторитет. որ միայն Աստծո խոսքը ունի աստվածային հեղինակություն, Только Писание содержит все необходимое для духовной жизни. որ միայն Սուրբ Գիրքը ունի ամեն ինչ, որ անհրաժեշտ է հոգևոր կյանքին, Только Писание можно понимать полностью, не опираясь на традицию. Եվ որ միայն Սուրբ Գիրքը կարելի է հասկանալ ամբողջությամբ, չհենվելով ավանդության վրա։ И Писание нужно толковать Писанием. Եվ որ Սուրբ Գիրքը պետք է Սուրբ Գրքով մեկնվի։ То есть здесь вклад Лютера, что он первый озвучил некоторые из этих принципов. Եվ Լյութերի ներդրումը այն է, որ նա առաջինն էր, որ այս սկզբունքներից որոշները արտահայտեց։ Да, он говорил, что эта церковь рождается в утробе Писаний, а не Писание в утробе в церкви. Նա ասում է, որ եկեղեցին ծնվում է Սուրբ Գրքի արգանդից, հա, այսպես ասած, այնտեղ է ձևավորում եւ ոչ թե հակառակը։ И он отказывается от аллегорического метода толкования. Եվ նա ալեգորիկ մեկնությունից մեկնությունը մերժում է։ Да. Это, смотрите, фраза Лютера, это учитывая то, что он считает папу Льва X антихристом. Եվ այս մեջբերումը կարդալուց պետք է հաշվի առնեք, որ նա Լեո 10-րդին համարում է հակաքրիստոս։ Да, он говорит, мы не поступаем фанатично, как это делают анабаптисты. Մենք ֆանատիկ կերպով չենք մոտենում այս հարցին, ինչպես անաբապտիստները։ Мы не отвергаем то, что находится под авторитетом папы. Մենք չենք մերժում այն, ինչ գտնվում է պապի իշխանության տակ։ Да, мы не отказываемся и от церкви. Եվ մենք եկեղեցուց էլ չենք հրաժարվում։ Много полезного для веры можно встретить в папстве, и оттуда эти вещи перешли к нам. Շատ օգտակար баներ կան պապականության մեջ, որոնց կարելի է հանդիպել, եւ դրանք մեզ փոխանցվել են նաեւ։ Да. То есть нужно его понимать, что он хотел реформировать церковь, но только чуть-чуть. Այսինքն կարևոր է հասկանալ, որ նա ուզում էր բարեկարգել եկեղեցին, բայց միայն մի փոքր։ То есть не уничтожать, не сносить традицию, оставить ее. Այսինքն ոչ թե նա ուզում էր ոչնչացնել, ուղղակի շարքից հանել ավանդությունը, и привести ее в согласие с Евангелием. Այլ փորձում էր բերել համաձայնության ավետարանի հետ։ И здесь возникает вопрос, естественный, кто имеет право толковать Библию. Եվ այստեղ արդեն գալիս է բնական հարցը առաջանում, թե ով ունի իրավունք ճիշտ Աստվածաշունչը մենելու։ Да, у католиков это только священники, то есть только иерархия. Կաթոլիկների մոտ դա քահանաներն էին։ У Лютера это наставленный прихожанин. Наставленный прихожанин. Да. То есть наставленный член церкви. Այսինքն Լյութերի մոտ
Ձեռնադրված մեկն է եկեղեցու անդամներից, У Цвингли это городской совет. Ցվինգլի մոտ դա քաղաքի խորհուրդներ, Да. А у анабаптистов это любой человек. իսկ անաբապտիստների մոտ ցանկացած մարդ։ И эти разные подходы, они сегодня остались. Եվ այս տարբեր մոտեցումները մինչև օրս էլ պահպանվել են։ Да. Следующее соло фиде. Հաջորդ սոլան դա սոլաֆիդեն է։ Да. Здесь три основных принципа, Այստեղ 3 հիմնական սկզբունքներ կան, что благие дела являются не причиной, а следствием спасения, որ բարի գործերը ոչ թե պատճառն են, այլ հետևանքն են փրկության, и что вера является ответом человека на благодать от Бога. եւ որ հավատը հանդիսանում է Աստծո շնորհքին ի պատասխան մի բան։ Да. Это возвращение учения Августина, Սա Օգոստինոսի ուսմունքի վերադարձն է, кто желает обрести праведность Христа, должен отречься от своей праведности. Но здесь написано Կալվին։ Кальвин, да. Мгм. Այսինքն Կալվինն էլ է սա ասել, ով ցանկանում է ձեռք բերել արդարությունը Քրիստոսի, պետք է իր արդարությունից հրաժարվի։ Мгм. Лютер говорит, я не первый и не единственный, кто утверждает, что праведность приобретается верой. Լութերը ասում է, ես ոչ առաջինն եմ, ոչ էլ միակն եմ, ով պնդում է, որ հավատով արդարությունը, որ միայն արդարությունով է հնարավոր ձեռք բերել, ներողություն, միայն հավատով է հնարավոր ձեռք բերել արդարություն։ Так говорил Амбросий и Августин. Այդպես նաև ասում էին Ամբրոսիոսն ու Օգոստինոսը, И так говорил Павел. եւ այդպես ասում էր Պողոս Առաքյալը։ Да, но он также говорил, что вера не может перестать творить благие дела. Եվ նա ասում էր, որ հավատը չի կարող դադարել բարի գործեր անելուց։ Вера не останавливается спросить, нужны ли благие дела. Հավատը կանգ չի առնում հարցնելու համար պետք են բարի գործեր, թե ոչ։ Да, но прежде чем кто-то успеет даже спросить, она уже совершила и продолжает совершать их беспрерывно. Մինչև որ մեկը կհարցնի, նա արդեն շարունակում է եւ շարունակում է անել առանց դադարի դրանք։ Да. Что любой, кто не творит благих дел, таким же образом является неверующим человеком. Ցանկացած մարդ, ով չի անում բարի գործեր, իրենից ներկայացնում է անհավատ մարդ։ Да. То есть соло фида не значит, что вера одна. Այսինքն սոլաֆիդեն չի нշանակում, որ հավատքը միայնակ է, Что вера — это начало. այլ որ հավատը դա սկիզբն է։ И она всегда сопровождается благими делами. Եվ որ այն միշտ առաջնորդվում է բարի գործերի հետ։ Да. Кальвин отвечает очень хорошим определением. Կալվինը պատասխանում է շատ լավ դասավորված մտքով, что вера оправдывает сама по себе, но она не бывает сама по себе. Այսինքն միայն հավատն է, որ արդարացնում է, բայց այն հավատը, որ արդարացնում է, միայնակ չէ։ Да. Соло грация, благодать только. Sola gratia միայն շնորհքով։ Да. И здесь возвращается очень древний вопрос и конфликт между Августином и Пелагеем. Այստեղ վերածնվում է մի շատ հին կոնֆլիկտ Օգոստինոսի եւ Պելագիոսի միջև տեղի ունեցած։ Здесь в самом сердце два вопроса. Այստեղ հենց սրտում երկու հարց է, которые были подняты на Оранжском соборе в VI веке. որոնք որ Օրանժի հավաքում բարձրացվել էին 6-րդ դարում։ Да, то есть первый вопрос: кто начинает отношения между Богом и людьми? Առաջինը, ով է սկսում մարդու եւ Աստծո միջև հարաբերությունները։ И второй вопрос: кто сохраняет отношения между Богом и людьми? Եվ երկրորդը, ով է պահում այդ հարաբերությունները։
Для Пелагея Бог в этом процессе участвует как только получающий. Он получает Այսինքն человека. այսինքն Պելագիոսի ասածով Աստված այն մասնակցում է այս գործընթացին մարդուց հետո։ И Пелагей говорил, что это человек начинает отношения с Богом. Եվ ասում էր, որ մարդն է սկսում Աստծո հետ հարաբերությունները։ Человек принимает решение дружить с Богом, и человек принимает решение оставаться в этой дружбе. Ասում է, որ մարդն է որոշում կայացնում, որ Աստծո հետ սկսի իր հարաբերությունները եւ մարդն է պահում այդ հարաբերությունները։ Да. Августин говорит, что нет, это Бог начинает отношения с человеком. Եվ Օգոստինոս ասում է, ոչ, դա Աստված է որ սկսում է այդ հարաբերությունները։ И что Бог сохраняет эти отношения. Եվ որ Աստված էլ հանդիսանում է այն մեկը, ով պահում է այդ հարաբերությունները։ Да. То есть соло грация – это возвращение к этому вопросу. Այսինքն ստոլակրատիան հենց այդ վերադարձն է, այդ հարցին, К этим двум вопросам. այս երկու հարցերին։ Потому что на соборе, на Оранжском, приняли компромиссное решение. Որովհետև Օրանժի այդ ժողովում կայացեցին կոմպրոմիսի փոխզիջովական որոշում։ На первый вопрос взяли ответ Августина. Առաջին հարցին պատասխան վերցեցին Օգոստինոսի պատասխանը, А на второй вопрос взяли ответ Пелагея. իսկ երկրորդին որտեղ պատասխան վերցեցին Պելագիոսի պատասխանը։ И поэтому получилась полупелагейская система. Եվ դրա արդյունքում ստացվեց իսապելագիական մի համակարգ։ Да. То есть соло грация – это ответ, что Августин все-таки был прав. Այսինքն սոլակրատիա այդ սահմանումը խոսում է նրա մասին, որ Լյութերի կարծիքով Օգոստինոսը ճիշտ էր։ То есть пелагианство на практике оно продолжалось, и понимание некорректное благодати оставалось в церквах. Այսինքն պելագիականությունը փաստացի շարունակվում էր եւ շնորհքի մասին սխալ ընկալումը շարունակում էր գործել եկեղեցիներում։ И что спасение по благодати было всегда изначальным и правильным пониманием церкви, которое собор не утвердил. Եվ որ այս շնորհքով փրկությունը հենց սկզբից էլ կար, այդ ճիշտ հասկացողությունը, որը այդ ժողովը չհաստատեց։ И эта полемика привела к пересмотру церковной традиции, канонов и богословия отцов. Եվ այս ամենը բերեց պոլեմիկայի եւ վերանայման եկեղեցու հայրերի վարդապետության и к отвержению католичества. Եվ կաթոլիկության մերժմանը։ В комментарии к Галатам Лютер сказал такие слова. Գաղատացիներին իր մեկնաբանության մեջ Լյութերը այսպիսի խոսքեր է ասում։ Если бы папа признал, что Бог только своей благодатью через Христа оправдывает грешников, Եթե ասում է Պապը ընդուներ, որ Աստված միայն իր շնորհքով ընդունում է մեղավորին, то мы носили бы его на руках и целовали бы его ноги. մենք իրեն այդ դեպքում մեր ձեռքերի вրա կկրեինք եւ իր ոտքերը կհամբուրեինք։ То есть здесь есть понимание, что в этих вопросах нельзя оставлять неразрешенный ответ или туманный ответ. Այսինքն պարզ է տեսակետը, որ այսպիսի հարցերում չի կարելի թողնել այս բաց պատասխաններով ինչ որ լուծումներ։ Выражение «solus Christus», только Христос. Արտահայտությունը solus Christos В это включается, да, в это включается три понятия, что только он посредник. Իր մեջ պարունակում է երեք հասկացողություն, որ միայն նա է միջնորդ, только он является источником святости. Միայն նա է հանդիսանում սրբության աղբյուրը, и только он является главой церкви. Եվ միայն նա է հանդիսանում եկեղեցու գլուխը։ Да, и последнее соло «Soli Deo Gloria». Եվ վերջին սոլան, «Soli Deo Gloria»-ն, только ради славы Божией, это из Писаний. Միայն Աստծո փառքի համար դա սուրբ գրքից է։
Да, что человек должен творить дела только ради прославления Бога, Որ մարդը պետք է անի բարի գործեր միայն Աստծո փառքի համար, а не для своего спасения. այլ ոչ իր փրկության համար, И что цель жизни человека прославить Бога. եւ որ մարդու կյանքի նպատակը Աստծուն փառավորելն է։ Да. То есть обозначается четко понимание, что жизнь это не для того, чтобы как-то выжить, Այսինքն հասկացողությունը, որ կյանքը նրա համար չի, որ ուղղակի գոյատևես։ а не для того, чтобы найти способ попасть в рай, Այսինքն այն իմաստով, որ ինքը իմիջոց չի, որով կարող ես դու փնտրել, թե ինչպես հայտնվես դրախտում, а для того, чтобы подчиниться и прославить Бога. այլ նրա համար է կյանքը, որ Աստծուն ենթարկվես եւ փառավորես։ Да. Это подпись Йоганна Себастьяна Баха, известного композитора. Յոհան Սեբաստիան Բախի հայտնի կոմպոզիտորի ստորագրությունն է։ Когда он подписывал все свои труды тремя буквами С, Д, Г. Երբ որ նա իր բոլոր այդ աշխատությունները ստորագրեց այս 3 տառերով S, D, G, հա։ Да, то есть это первые буквы выражения соли Deo Եվ Gloria. սա տեսնում ենք այդ արտահայտության առաջնատառերն են Soli Deo Gloria, փառքը միայն Աստծուն, միայնի փառս Աստծո։ Мгм. И таким образом мы получили вот эти 5 столпов. Եվ այս կերպով մենք ստացել ենք հենց այս 5 սոլաները։ Мгм. Хорошо, есть ли вопросы по солам? Շատ լավ հարցեր կան սոլաների հետ կապված։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ սոլաները իրենցից ենթադրում էին պարզապես շեշտել առաջնային աղբյուրը, որպես Աստվածաշունչ, չմերժելով բոլոր այն երկրորդական աղբյուրները, որոնք չեն հակասում Աստվածաշնչին։ Ճիշտ հասկացանք։ То есть цель этих сол не опровергнуть все, что есть кроме Библии, но сказать, что Библия это у Библии есть превосходство, да? Да, Мгм. да. Да. И те То есть источники, Анна извиняюсь, и те источники, которые неправильно толкуют Библию, то есть проблемы нету там. Да, я правильно понял? Но их нужно отвергать, их нужно мерить Библией. Мерить Библию. Хорошо, все, спасибо. Да. То есть, что все проверяется и все ставится под Библию. Да. Այս միտքը արդեն Դավիթ եղբայրս ինքը մեջտեղում ասեց մի անգամ, որ առաջնայինը լինում է Աստծո խոսքը եւ այնպես չի որ չի ընդունվում ժողովների որոշումները, բայց եթե դրանք հակասեն Սուրբ գրքին համեմատվելով, արդեն պետքա թողնել։ Հա, ես դա լսեցի պարզապես որպես ամփոփում, ուզեցի կրկնել։ Да. Хорошо, еще есть вопросы? Էլի կան հարցեր։ То есть, суммируя основные принципы реформации, Այսինքն եթե մենք մի բերենք ամփոփենք բարեկարգության հիմնական սկզբունքները, это главенство авторитета Библии, դա Աստվածաշնչի հեղինակության գլխավորումն է, оправдание благодатью по вере, շնորհքով եւ միայն հավատքով արդարացումը, священство всех верующих, что каждый верующий является священником, բոլոր հավատացյալների քահանայությունը, որ ամեն հավատացյալ քահանա է իրենից քահանա է հանդիսանում, да, понятие личной святости, что человек ответственный за личную святость и принадлежность Богу, սրբության այդ գաղափարը, որ ամեն մարդ իր անձնական սրբության համար պատասխանատու է Աստծո առաջ, да, и необходимость личной веры для участия в таинствах. Նաև
պարտադիր հավատքի արկայությունը խորհուրդներին մասնակցելուց։ Да, то есть вот этот старый постулат Августина «ex opere operato», Այսինքն այդ հին պոստուլատը Օգոստինոսի ex opere operatum-ը он пересмотрен. վերանայվեց։ То есть для эффективности таинств нужно Слово Божье плюс вера человека, который участвует в таинстве. Այսինքն պետք է համ աստվածային այդ գործողությունը, համ պետք է մարդու հավատքը, ով մասնակցում է այդ գործողությանը։ Да, если нет веры, нету пользы и даже есть вред. Այսինքն եթե խորհրդին масնակցելուց չկա հավատք, ոչ թե միայն անօգուտ է, այլ անգամ վնաս է։ Да. И здесь три основных принципа реформации. Եվ այստեղ գործում են բարեկարգության 3 հիմնական սկզբունքները։ Да, то есть мы возвращаемся, смотрим в самый корень, что произошло. Այսինքն մենք վերադառնում ենք եւ նայում ենք արմատին, ինչ տեղի ունեցավ։ Да, первое, что это принцип чуждой праведности. Առաջին հերթին այս օտար արդարության սկզբունքը, Что праведность это не то, что исходит из человека или из его сердца. որ արդարությունը մի բան չի, որ մարդու սրտից է բխում կամ մարդուց է բխում։ Второй принцип это принцип Мартина Лютера «simus justus est peccator». Et peccator. Հաջորդ սկզբունքը Մարտին Լյութերի դա simus justus et peccator այդ սկզբունքն է։ Да, то есть одновременно оправдан и одновременно грешный. Այսինքն նշանակում է միաժամանակ համ արդարացված, համ միաժամանակ մեղավոր։ Да, то есть грешник, он объявлен оправданным в глазах Бога. Այսինքն մեղավորը արդար է հայտարարվում Աստծո աչքերում, но он не потерял свою греховную природу. բայց նա չի կորցնում իր մեղավոր բնությունը։ И он всю жизнь нуждается в помощи Божьей, чтобы прожить праведно. Եվ ամբողջ կյանքում Աստծո օգնության կարիք ունի, որպեսզի կարողանա արդար ապրի։ Да, и последний принцип, что вера это дар Божий, что это подарок. Վերջին սկզբունքը այն է, որ հավատքը դա Աստծո պարգևն է։ Да, что это не самовнушение, это не даже личное решение. Որ այսինքն դա ինքնահամոզում չէ, մարդուց ծնվող համոզմունք չէ, եւ անգամ որոշում չէ։ Да, что Бог дарит нам веру, и потом грешник ее проявляет. Он потом обращается к Богу верой, которую Бог ему подарил. Այսինքն Աստված սկզբից տալիս է այդ հավատը եւ հետո էլ մեղավորը արտահայտում է այն հավատքը, որ Աստված է իրեն տվել։ Да. Для Лютера и для Кальвина вот эта фраза «мертвый во грехе человек» это значит совсем мертвый труп. Այսինքն Լյութերի ու Կալվինի համար այդ մեղքերի եւ անցանքների մեջ մահացած այդ արտահայտությունը ամբողջական դիակի մասին է խոսքը։ И Бог, Он воскрешает этот труп, и Он, когда дарит веру, это такое же чудо, как воскресение. Երբ որ Աստված տալիս է հավատք, դա այնպիսի մի հարություն է, այնպիսի մի հրաշք, ինչպես իրական հարություն է։ Хорошо, это европейские реформации. Շատ լավ, սա եվրոպական բարեկարգություններ։ Есть какие-то вопросы, комментарии по материалу? Հարցեր, մեկնաբանություններ, նյութի հետ կապված։ Հարց չունեմ, բայց մեկնաբանություն կարող եմ անել։ Нет вопросов, но есть комментарии։ Ուզում ասել, որ շատ շնորհակալ ենք մեր եղբորը այս մեծ ահռելի աշխատանքի համար, որ մեզ համար արեց, սա շատ օգտակար էր մեզ համար։ Мы очень благодарны нашему брату за этот огромный труд и вклад, с которым он пришел, и благодарны Богу за это. Եվ շատ ուրախ ենք, որ ձայնագրություններ ունենք, ապագայում կարողանանք էլի վերանայել եւ այս ինֆորմացիան յուրացնել, մերը դարձնել։ И мы очень рады за запись, что это у нас есть, и мы можем
перейти еще в дальнейшем и посмотреть, и слушать, переваривать. Բայց դա չի նշանակում, որ եղբորը էլ կարիք չենք ունենա հրավիրելու դասավանդման։ Но это не значит, что у нас не будет нужды пригласить брату, чтобы он преподавал нам. С радостью, да. Да, буду очень рад. Համար ես ոչ թե տենց ավարտական խոսքեր եմ ուզում ասել, այլ ուղղակի ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել ու ասել, որ աղոթում ենք իր համար, իր ընտանիքի եւ այն երկրի, որտեղ որ հիմա ապրում է։ Хотим, чтобы не то, что это последняя речь, но мы молимся о вас, мы думаем о вас, о вашем стране и о вашей семье. Да, спасибо. Спасибо вам. Хорошо, Давид, я предлагаю помолитесь, и мы закроем курс. Շնորհակալ ենք քեզ մեր երկնավոր Հայր, այսօրվա համար, այս կուրսի համար, շնորհակալ ենք մեր Դիմա եղբոր համար, նրա ծառայության համար, նրա նվիրվածության համար, նրա համարձակության համար, որ այս պատերազմական պայմաններում նա քո խոսքն է սովորեցնում քո զավակներին։ Շնորհակալ ենք քո տված բոլոր հնարավորությունների համար եւ Դիմայի եւ մեզ, Եսայի եղբորս համար եմ շնորհակալ, որ ժամանակ գտավ կարողացավ թարգմանել ուսանողների համար եմ շնորհակալ յուրաքանչյուրի համար, եղբայրներիս համար եւ աղոթում եմ, որ այս կուրսը եւ այս կուրսերը, որոնք որ մենք լսեցինք, սրանք օգուտ շինություն բերեն մեզ, մեր անձերին, մեր ընտանիքներին եւ մեր եկեղեցիներին, որ սրանք օգնեն ավելի ճիշտ հասկանանք քեզ, քո խոսքը եւ ավելի ճիշտ կերպով քեզ պաշտենք ու սպասենք։ Մեզ օգնիր մեր հետագա ընթացքներ վերցրու քո ձեռքերի մեջ, մեր ակադեմիական կրթությունը եւ եթե կամենում ես ապագայում էլ շարունակվի այս ուսումը, դու դասավորիր բոլոր պայմանները, որպեսզի այն իրականանա։ Այս ամենը Հիսուսի անունով ենք աղոթում, ամեն։ Amen. Аминь. Аминь. Изай, спасибо большое вам за перевод. Пожалуйста, это для меня тоже было благословением. Я ни разу вам это сказал. Да, я очень рад возможности преподавать. Это большая радость для меня. Спасибо, братья, за ваше внимание, за то, что вы старались. И будем на связи тогда. Да, спасибо большое. С Богом. Да, с Богом. Слава Богу. Соли Део Глория. Соли Део Глория, да.